Ամփոփիչ մամուլի ասուլիսը սկսում են Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները։ Ադրբեջանի ագրեսիան ուղղակիորեն ոտնահարել է ՄԱԿ-ի ու միջազգային այլ կառույցների հիմնարար սկզբունքները։ Ժնևյան կոնվենցիաները, պատերազմ վարելու բոլոր կանոնները, Արցախի եւ Հայաստանի օմբուդսմենները դիմելու են միջազգային բոլոր պատկան կառույցներին։ Այս բոլոր հիմքերի ուսումնասիրությունները մեզ հնարավորություն է տալիս նաեւ յետևություններ անելու, որ դրանք պարունակում են ատելության շարժառիթի վրա հիմնված հանցագործության հատկանիշներ։ Այնուհետև Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Արստամյանը ներկայացրել է ռազմական բախումների վիճակագրությունը։ 5 օրյա ռազմական առճակատման ընթացքում հայկական կողմը տվել է 29 զոհ, 101 վիրավոր, ունի 28 անհետ կորած։ Հակառակորդի զոհերի հստակ թիվ չկա։ Նախորդին առավոտյան ժամը 11-ի դրությամբ հակառակորդն ուներ 300-ից ավելի զոհ։ Այսօր կա ենթադրություն, որ Ադրբեջանը տվել է 2000-ից ավելի զոհ եւ վիրավոր։ Անհետ կորածների թիվը մնում է անհայտ։ 5 օրյա առճակատման հետևանքով Ղարաբաղյան կողմը կորցրել է 14 տանկ, հակառակորդը 30-ից 40 տանկ, հետևակի մարտական 6-ից ավելի մեքենաներ, 2 ուղղաթիռ, տասնյակ անօդաչուներ, 1 գրադկայանք, ինժեներական 1 տեխնիկա, 1 տոս համակարգ։ Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է հեռախոսազրույց, որից պարզ է դառնում, թե ինչ էր իրականում կատարվում Ադրբեջանում ռազմական բախումների ժամանակ։ Բոլոր գյուղերի ու քաղաքների հիվանդանոցները լիքն են, Թալիշում բոլորին ուղակի ոչնչացրել են։ Մի հավատացեք հեռուստաընկերություններին, բոլորը ստում են։ Ադրբեջանը ռազմական բախումների ընթացքում շարունակում էր հռմբակոծել հայկական բնակավայրերը։ Противник интенсивно обстреливал. Հակառակորդը ռմբակոծել է բնակավայրեր, կիրառել է սմերջ, ահա փաստերը, կիրառվել են անօդաչուներ, մեկ օրում միայն 6 անօդաչու թռչող սարք ենք ոչնչացրել։ Նախորդին Պաշտպանության բանակը հայտնել էր, որ 8 դիրք շարունակում է մնալ հակառակորդի հսկողության տակ, 5-ը հարավում, 3-ը հյուսիսում։ Այսօր Պաշտպանության բանակը հայտարարում է, որևէ դիրք, հենակետ կամ շրջան հակառակորդի հսկողության տակ չի գտնվում։ Դավիթ Սարգսյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական, Ստեփանակերտ, Արցախ։